կան թեմաներ, որոնք առանձնապես դիտողականություն չեն բերում, որովհետև դա քաղաքական չեն, բայց ես մեկ-մեկ ինձ թույլ եմ տալիս խոսել այն բաների մասին, որոնք որ ինձ ավելի շատ են հետաքրքրում, դա հասարակության առողջացումն է, մեր հայերիս մենտալիտետն է, կարծրատիպերի վերացումը կամ միգուցե փոխումը, որովհետև մարդ, որը որ զբաղվում է, այսպես ասեմ, ինտելեկտուալ աշխատանքով, թեկուզ արվեստով, նրա առաջին իսկ գործը նա է, որ մտածի, թե ինչ է կատարվում հասարակությունում, ըստ դրան հետո ինչ-որ բան ստեղծի կամ չստեղծի, կոնկրետ իմ դեպքում դա ներկայացումներն են, բարև ձեզ, խնդրում եմ գրանցվեք ալիքին, տարածեք ես եթերը, ինչու հենց այս հատկապես ես եթերն է պետք տարածել, որտև այն շատ չեն նայելու, ես գիտեմ, բայց եւ այնպես կխոսեմ, Անդրեն իմ ընկերը չի, նա կոլեգասել չի, որտև ես երգիչ չեմ, հետը հանդիպել եմ մի քանի անգամ այդ շանթի պրոյեկտների շրջանակում, բայց ուզում եմ խոսեմ այն ամեն ինչի մասին, ինչ որ կատարվում է իր շուրջ, նա գիտենք, որ ունի անձնական ինչ-որ տենց մի խնդիր, տրագեդիա կարելի ասել, որ հիմա շարքվում է և ամեն կերպ ուզում են թաղել այդ մարդուն, թաղում են որոշ չափ, նա ով որ անգամ լավ է վերաբերվում իրեն, ոնց որ ռիսկ չի անում ձեն հանի, որովհետև այդ մարդուն էլ կթաղեն, ասեմ, որ ես նրանցից չեմ ովքեր, որ լավ են վերաբերվում և դուրս է եկել դոշ ծեծելու համար, չէ, ես ուզում խոսեմ երևույթի մասին ավելի շուտ, դա ինձ հետաքրքրում է ավելի շատ, ընտանեկան բռնություն։ Մի փոքր էքսկուրս անեմ, ինչու եմ ինձ իրավունք վերապահում խոսեմ այդ թեմայով, որովհետև տարիներ շարունակ վերջի 15 տարին իմ բոլոր ներկայացումները եղել են կին տղամարդ հարաբերությունների մասին, եղել են ընտանեկան խնդիրների մասին, իմ անձնական խնդիրներն են եղել նաև ընկերներիս, շրջապատի ինչ որ ես տեսել եմ, ինչ որ ես դիտարկել եմ, ճիշտ է, կես կատակ, կես լուրջ եմ խոսել այդ թեմայով, բայց ես վերջերս ինձ իմ հոգեբան ընկերները տրամադրեցին մի քանի հետաքրքիր кейս, որի հիման վրա ես մի ներկայացում եմ հիմա անում, իսկ ոգևորվել եմ թատրոն 8 ներկայացումներից, այդպիսին թատրոն կա, թատրոն 8 է կոչվում, որտեղ որ դերասանուհիները խոսում են ընտանեկան բռնության մասին, շատ հետաքրքիր ներկայացում էր, փակ դիտում էր այդ օրը, երբ որ ես նայեցի թատերական գործիչների միությունում էր, հավաքվել էին հոգեբաններ, սեքսոլոգներ, սեքսապաթոլոգներ, նաև թատերական ինչ-որ գործիչներ, հետո քննարկում եղավ շատ հետաքրքիր։ Ես ոգևորվեցի այդ թեմայով, որտեղ ես էլ եմ խոսել այդ ամենի մասին, բայց ավելի այսպես կատակով, իսկ հետո ինձ ընկերներս տրամադրեցին մի երկու հատ кейս, մի քանի պատմություն, այսպես ասեմ, որից ես, մի քանի չէ, շատ պատմություններ, որից ես այդ տասնյակ պատմություններից ընտրեցի մի քանիսը, 3 պատմություն եմ ընտրել և այդ պատմությունների հիման վրա ներկայացում եմ պատրաստում, կլինի դա ստերեոտին աշնանը, հուսամ, որ Երևանում պրեմիերա կանեմ, դրա մասին խոսենք հետո, ինչու եմ ես այդ ամենը պատմում, նրա համար եմ պատմում ձեզ, որ հասկանաք, որ ես իրավունք ունեմ խոսելու դրա մասին, ինչ բան է ընտանեկան բռնություն, ովքեր են ենթարկվում ընտանեկան բռնության, ովքեր են խոսում դրա մասին ընդհանրապես և ինչ սպասել այդ ամեն ինչից, որքանով է դա ազդում հասարակության վրա և ինչու ոչ նաև պետություն ստեղծելու վրա։ Հավատացեք սպիտակ մազերս, դա իմ անձնական փորձն է, իմ ընկերների փորձն է, ճիշտ է, ես մասնագետ չեմ, հոգեբան չեմ, բայց ձեզ ասելու բան ունեմ սիրելի հետևորդ։
խնդրում եմ հենց հիմա սեղմեք լայքի կոճակը, նաև մի մոռացեք, որ ալիքս ունի նաև Patreon։ Հա, այսպիսի մի բան, մարդը ունի ինչ-որ մի խնդիր, ասում են բռնարար է, իր կինն էլ, այսպես ասենց, խոսում է դրա մասին, որ նա բռնության է ենթարկվել, եթե չեմ սխալվում, կա նաև այդպիսի պատմություն, եւ ամբողջ համացանցը այդ մարդուն հիմա վերցրել է ու միահամուռ ուժերով ուզում է թաղել, օգտագործելով սարսափելի լեքսիկոն, անհարիր այդպես խոսքեր եւ այլն հայհոյանքներ եւ մեղադրելով, որ նա բռնարար է։ Նու նախ գիտեք, այն անմեղության կանխավարկածի մասին էլ չխոսեմ, բայց միսպիսի մի բան կա, եթե նա բռնարար լիներ, իսկապես եթե լիներ մի կասկածի, մի փոքր մի նշույլ այդ թեմայի վերաբերյալ, ապա իրեն Ամերիկայի Միացյալ Նահանգներից չէին թողնի։ Այստեղ, եթե դու ուղակի կնոջդ վրա կամ երեխայիդ վրա գոռաց փողոցում կամ երեխայիդ մի հատ, ասենք, չգիտեմ, մի հատ չտեսնես, ասենք, հայրական ապտակ տաս, շատ հնարավոր է ունենաս շատ լուրջ խնդիրներ պետության հետ, երեխային կարող են ձեռքիցդ վերցնեն, արգրավել, այսպես ասած, ապրանքի նման, քեզ կնոջից բաժանեն, հոգեբանները երկար եւ ստիպողաբար աշխատեն քեզ հետ, չգիտեմ, մի խոսքով կունենաս շատ լուրջ խնդիրներ։ Դա եթե ուղակի դու փողոցում քեզ պահես, այնց ոնց որ հայերը շատ հաճախ պահում են, չէ՞, ասենք երեխեն վազում է, մերը գոռում է՝ մի վազի, հետո երեխեն ընկնում ասում այ շատ լավ եղավ, գալիս է ու մի հատ է ճտծնում է, ասենք, մի հատ սիլը տալիս, այ մենակ դա արդեն հերիք է, որ եթե ոստիկանը տեսնի, դուք ունենաք շատ լուրջ խնդիրներ։ Այսինքն մեր մենտալիտետը հարմարեցված չի սրա, այս երկրին։ Դրա համար միանշանակ ասել, որ ներեցեք, միանշանակ ասել, որ Անդրեն բռնարար է եւ պետք է պատասխան տա, որ իր կինը մեղ կա բան, իսկ ինքը զոհ է կինը, իսկ ինքը ոչ, դա զուտ տրամաբանորեն չի համապատասխանում այս երկրի տրամաբանությանը։ Չի համապատասխանում։ Ես չեմ ասում, որ դա չի եղել, բայց դա չի համապատասխանում տրամաբանությանը։ Այդպիսի բան չէր կարող լինել ուղղակի։ Դա այդպես։ Երկրորդը իմ ներկայացման մեջ, որ ես հիմա պատրաստում եմ եւ մեծ սիրով իմ հանդիսատեսին կներկայացնեմ, խոսվում է ոչ միայն կնոջ հանդեպ բռնություններից, այլ նաեւ տղամարդկանց մասին, ովքեր որ ենթարկվում են ընտանեկան բռնության։ Բնականաբար տղամարդիկ, ովքեր որ ենթարկվում են ընտանեկան բռնության, դա ֆիզիկական բռնություն չի, դա հոգեբանական բռնություն է, որը որ ֆիզիկականից պակաս չի, որովհետև երբ որ դու ունենում ես հոգեբանական խնդիրներ, բռնության ես ենթարկվում, ունենում ես հոգեբանական խնդիրներ, ունենում ես նաև պսիխոսոմատիկ երևույթներ, պսիխոսոմատիկ երևույթը դա այն է, երբ որ դու, ասենք, կարծես թե մոտդ ամեն ինչ նորմալ է, բայց սկսում ես հիվանդանալ, չգիտեմ, լարդ տա ցավում, չգիտեմ, ինչ տա ցավում եւ այլն, բայց դա պսիխոսոմատիկ երևույթ է, այսինքն քեզ դու ունես հոգեբանական խնդիրներ, որը որ հետո դուրս է գալի, ժողովուրդը ասում է, չի ասում, քթից դուրս եկավ։ Այ դուրս է գալի քո քթից, այսպես ասած, եւ միանշանակ ասել, որ գիտես, կանայք մեղք են բոլորը, իսկ տղամարդիկ բռնարար են, Սուլեյման բռնաբարներ են, բան եւ այլն, դա արդար չի հայ հասարակությունը, որը նաեւ մի մոռացեք, սիրելիներս, դա ես հաճախ եմ ասել, նաև իմ ոդքասթում, որը որ հոգեբանի հետ եմ արել այս ալիքի վրա կա, մի մոռացեք, որ տղամարդկանց դաստիարակում են կանայք։ Այն բոլոր անասունները, որ մենք սովորենք իրենց ասել, այն բռնաբարող, ծեծող, ինքնահաստատվող տղամարդիկ, որոնք կան, իրանք մեր ունեն, իրանց մերաբեր է։ Եվ ամենակարևոր պերիոդը մարդու դաստիարակման դա առաջի 5 տարեկանն է։ Եվ այդ 5 տարեկանի ընթացքում ոչ մի տղամարդ իր երեխայով այդպես չի զբաղվում։ Շատ երեխայի ձեռը բռնես գնաց քայլելու, ման գալու, տանես գազանանոց, չգիտեմ, հա։ Այն է շաբաթը մեկ, որովհետև մնացած ժամանակ տղամարդ աշխատում է։
Եվ մեծ մասը երեխային խնամում եւ դաստիարակում ա կինը եւ հետո եթե երեխան անասուն ա մեծանում խնդիրը պետք է գտնել մանգալ իր դաստիարակության մեջ իսկ դաստիարակությունը ես արդեն ասացի որտեղից է գալի դա մար միանշանակ ասել որ բոլոր հայ տղամարդիկ բռնարար վայրենիներ են իսկ կանայք բոլորը զոհ դա փաստն է արդեն դա հետևանքն է այն ընդհանուր դաստիարակության, այն ընդհանուր խնդիրների, որ ունի մեր հասարակությունը։ Այդ մեկ։ Երկրորդը գիտեք, ժողովուրդ, այդ ինչ որ վերաբերում է, այդ դա ընդհանուր ասեցի, էլ ինչ որ վերաբերվում է Անդրեին։ Դա անձնական վիշտ է, անձնական դարդ, անձնական տրագեդիա, չգիտեմ ինչպես ուզում եք ասեք։ Եվ դնել ու ամբողջ ազգով քննարկել, հիմա ասենք այս շանտի պրոյեկտը նայեցի, հիմա ինքը այնտեղ ժյուրիում անստած, դե մեկտենց ենք ծանոթած է ժամանակին, ասել, որ գիտեք բանը քննարկել այդ կյանքը եւ հոտ քաշել տեղաշորից մարդու հիմնվելով զոհի չակերտավոր դեռ լպարչիով է զոհի բաբանին տված ինֆորմացիային, հա, կնոջ եւ խոսել դրա մասին, դա ուղղակի ոնց ասեմ, անպարկեշտ մի բան է։ Գիտեք, դուք գիտեք, ես այս առանձնապես տենց բարոյականությունից խոսող մարդ չեմ, էլի ասենք, մեկը չլինի իմ բարոյականության մասին խոսի, ես բարոյականությունը ինձ համար շատ այսպես միանշանակ բան չի, հա, ամեն հասարակություն իր բարոյականություն ունի, ամեն ընտանիք իր բարոյականություն ունի, բայց մարդասիրականից դες բանից որ վերցնես, ժողովուրդ ջան, այդ մարդու տրագեդիան է, այդ մարդը սենց վիճակի մեջ է։ Հիմա որ դնեք թաղեք, ասենք, այդ մարդուն, ձեզ ինչ է տալու։ Համել գիտեք ինչ որ մեկին ատելը դա նշանակում է դու պետք է միանգամից երկու դագաղ առնես եւ երկու գերեզման փորես, մեկն էլ քեզ համար անպայման։ Եվ դա դեռ մեծ հարց է, դու ավելի շուտ կպարկես այդ դագաղի մեջ, թե այն ատելի մարդու, որ դու ատում ես։ Դա ընդհանուր մեր հասարակության, ես ինչի եմ անդրադառնում այդ խնդրին, ոչ դրա համար, որ տոգորված եմ Անդրեի ընտանիքով, մեկը չլինի իմ ընտանիքի մասին մտած, չէ։ Դա ընդհանուր մեր հայերից, որոնք որ ուզում ենք պետություն կառուցել, որոնք որ ուզում են առողջ հասարակություն ունենալ, խնդիրն է եւ վիշտն է։ Մենք ատում ենք բոլորս իրար, ատելով ատում ենք։ Դա գալիս է նախ վարչապետից, որովհետեւ այն խոսույթը, որ վերջերս էլ կտամ կմցնեմ պատի մեջ, պատից դիակները կանեմ կտամ պոլով, բան եւ այլն ասֆալտին կփռեմ, բորջուրը կկոխեմ, մեսիմուր, բան եւ այլն, դա գալիս է մեր էլիտայից, հա, իրար վրա թքելը, իրար վրա բանը, կարծես թե այս ամեն ինչը եկավ 18 թվին եկավ բարիության, թավիշի, բանի, տենց բաներով, հա, թևերով, բայց հետո մենք տեսանք, թե ինչ եղավ, ինչպիսի ատելության շիկացած մթնոլորտ ստեղծվեց, ինչու համար, որովհետև իրականում նրանք, ովքեր որ մեղավոր էին և ում որ պիտի պատժեին, չպատժվեցին, և այդ ամբողջ ատելությունը, այդ կոնկրետ մարդկանց դեմ մի քանի հատ ընտանիք էր, որոնց պետք է բռնեին, պրծնեինք, հա, որոնց պետք է ուղղակի դեռ չբռնեին էլ, զրկեին քաղաքականությամբ զբաղվելու իրավունքից, գնահատական տային, հա, ինչքան ուզում էի քաղաքականությունից չխոսել, չստացվեց, էլի, չարեցին դա, ու դրա համար այդ ատելության մթնոլորտը սկսեց դուրս գալ բոլորիս հանդեպ, այն ով որ Նիկոլի դեմ է խոսում, ուրեմն քոչարանական է, այն որ քոչարանի դեմ է խոսում, ուրեմն բան է, այն լագերից է, և այդ սա խառնվեց բան, և իջավ անգամ մինչ անձնային հարաբերություններին, ես չեմ ասում, որ Անդրեի ընտանիքում մա բան է, քաղաքական հողի վրա են կռվել իրար հետ, չէ, բայց ընդհանուր մթնոլորտ հասարակությունում, երբ որ նեգատիվ է, երբ որ ծայրահեղ է, ինքը դրսևորվում է ամեն տեղ, մանավանդ սենց փոքր ժողովուրդները և ոչ այնքան
ինչ չասեմ գրագետ, բանիմաց, հա, ժողովրդ հասարակությունների մեջ շատ հեշտ է, ասենք, մարդկանց կամ են կոմ տանել, կամ ես կոմ տանել, հասկանում եք, եւ հետո ստանում ենք այն ինչ որ մենք այսօր ստանում ենք։ Բանը քաղաքական եւ ինֆորմացիոն դաշտը մանիպուլատիվ լրիվ ֆրստում են սենց անես նայում, ես հետարքիր է, որ բան եմ լսում, միշտ հասկանում որ դա կիսա ճշմարտություն է։ Այ Անդրեի ընտանիքներ ինչ որ լսում է, դա կիսա ճշմարտություն է։ Անենց ոնց որ տեսեք, հիմա ծառահատման մասին են, չէ՞ խոսում։ Այ մի հատ շեղվենք, մի հատ օրինակ բերեմ, որ ասի շատ եմ մտածել։ Երևանում փոխվում են ծառերը, այն հին ծառերը հանում են, թազա ծառերը դնում են։ Դա մի process է, որը որ պիտի արվի։ Բնականաբար կան չարաշահումներ, եւ ասենք հիմա բանի բուսաբանական այգին փրթում են։ Ու սա հիմա միացած է իրար։ Այսինքն ծառահատման թեման, որը որ պետք է զատվեր, իրականում լուրջ process է, որտեղ որ դենտրոլոգներ են, ասենք, զբաղված, եւ այն process-ը, որտեղ որ կան չարաշահումներ, խառնված է իրար։ Եվ հենց որ տեսնում ենք սղոցով մարդ, որը եկել է ծառը էտի թեկուզ, մենք ասում ենք այդ մարդուն ատել, որտեղ մանիպուլատիվ է դաշտը։ Ընդհանրապես է մանիպուլատիվ դաշտը, ընտանիքից բռնած մինչև քաղաքականությունն է մանիպուլատիվ դաշտը, եւ քաղաքացին չի հասկանում, որտեղ է ճիշտ, որտեղ է կիսա ճիշտ, որտեղ է թաց, որտեղ է չոր, որովհետեւ չկա չոր եւ թաց, կա թացաչոր եւ չորաթաց, հա։ Հիմա նույնն էլ այստեղ։ Անդրեն բռնարարը, դուք Անդրեին տեսել եք կողքից։ Խոսել եք հետո։ Ասենք, ում օրինակը բերեմ, որ բան չլինի, որ տենց ասենք վիրավորական չլինի, լավ ին վրա բերեմ ասենք։ Ինձ ասենք, հա, դե բանա, կտծրած էլի, մեկը տեսա, առավոտ մեկի բերնին տվեց, կարող է։ Ասենք մի քիչ իմ խառնվածքին մի քիչ ավելի սազում է դա։ Թեպետ այդպես չեմ բնականաբար, երբեք ձեռս կնոջ վրա չեմ բարձրացել, բաժանվել եմ, պրծել եմ, всё։ Հա։ Բայց կան մարդու տեսակներ, որ չես հավատում։ Իհարկե կան նաև բաներ, բացառություններ։ Բացեք բաներ, Չիկատիլոին նայեք, ասենք, տենց ինտելիգենտ մարդ է, տենց ակնոցով բան, բայց բարձվում է մանյակի մեկ երեխա էր ուտում, բռնաբարում, հետո բան, տենց ասենք, հա, տենց էլ է լինում, բան չեմ ասում։ Միանշանակ չեմ կարող ասել, բայց միանշանակ վերցելու մարդուն կողել ցեխը միանգամից, դա այ հենց այդ մանիպուլյացիայի զոհերն ենք, մենք բոլորս, որովհետև չենք մտածում։ Գիտեք, մանիպուլյացիան եւ պրոպագանդան ոչ թե մարդկանց ապուշացնում է, այլ հաշվարկված է միանգամից ապուշների համար։ Իսկ երկրագնդի բնակչություն այնքան է խելոք չի։ Եթե այնքան խելոք լիներ, ասենք Gangnam Style երգը 2 միլիարդ հոգի չէր նայի։ Եթե իջնենք մեր ժողովրդին, հա, եթե մենք այդքան խելոք լինենք, մենք հիմա այսօրին չէինք լինի, չէ՞։ Եթե մեր մտավորականները ավելի բան իմաց, ավելի տենց բան լինեին, բան մենք հիմա այսօրին չենք։ Դրա համար միանշանակ ինչ որ բան այս անտեր աշխարհում չկա։ Պետք է հասկանաս որն է, քթի ծակ պետք է։ Գիտեք, ամենակարևոր ծակը օրգանիզմի վրա այս երկու ծակն է։ Որով եթե այս ծակերը չի աշխատում, այն մնացածը չի աշխատի կամ սխալ կաշխատի։ Շատ վատ կաշխատի այն մնացած անձկերը։ Դրա համար ժողովուրդ ջան, եկեք թարգենք այս պատմությունը, ամոթ է։ Մանավանդ շոուբիզի այդ ասենք աստղերին, մեր ասենք հայտնի մարդկանց, չասեմ աստղեր, որովհետև բանը ասենք 10,000-անոց մեքենա քշողը աստղ չի կարող լինել, էլի ասենք Հայաստանը դրա համար չի, ասենք Հայաստանը դա հնարավոր չի լինել աստղ։ Եկեք թարգենք եւ գիտեք ինչ, ամեն անգամ պատե անպատե այս մարդուն կամ այն մարդուն այս ժամանակին Քոչարյանի հարսանիքին երկելա։ Հետո ասենք երգելա։
Անդրեի մասին չի խոսքը, ընդհանրապես։ Էդ էլ կա, չէ՞, մարդկանց զատում են։ Էսի այս Սերժի ժամանակ էս արե, էնի ես իմ Պողոսի ժամանակ էն արե կամ բան։ Ժողովուրդ, դա այնքան մանր, այնքան սխալ մոտեցում է, չէ՞, ես եմ ասում։ Ես, որ երբեք ոչ մեկի հարսանեկին ոչ գնացել եմ, ոչ բան եմ արել, որտեղ ես էլ մի քիչ ուրիշ մարդ եմ, ասենք ինձ ով գրավի էր, որ ես գնայի։ Երկու բաժակ խմեի, հարսին ձեռը եկցելու, պարզա։ Ասենք ինձ չէին բանանի, ասենք չէին, այսպես ասած, ես այդ աբոյմայի մեջ չեմ մտել ու փարքասո, էլի, հասկանում եք, գտայի կսպանեին, էլի ուղղակի։ Դրա համար իսկ այդ մարդկանց, էլի, որ մի անգամ այդպես ատում եք, սկսում եք քաղաքականացնել իր անձնական կյանքը։ Դա սխալ է։ Սխալ է։ Դա լավ չի, դա ոչ մի օգուտ չի բերում բացի վնասից։ Եվ այդ մարդուն, եթե համարում եք, որ նա վատն է, դարձնում է էլ ավելի վատ, էլ ավելի ծայրահեղական, էլ ավելի ատող։ Ինքն էլ ձեզ է սկսում ատել ու տենց ատելության վրա։ Սենց մի բան է ուզում կիսվեի ձեզ հետ, սիրելիներս, ինչ ասեմ, կիսվեք ես եթերով, մեկա քիչ են նայելու, գիտեմ, եթե մեջը լիներ, ասենք, տենց քաղաքական ավելի շատ, այսպես ինֆորմացիա կամ մտորում, այսպես ասած, ավելի շատ կնայեին, բայց հավատացեք, այս պրոբլեմները շատ կարևոր են, և հենց դա է ինձ ստիպել, որ ես նմանատիպ ներկայացում եմ անում հիմա, արդեն մոտարապես մի 8 ամիս աշխատում եմ այդ նյութի վրա, արդեն տեքստը պատրաստ է, ամեն նախադասությունը իմ հոգեբան ընկերների հետ համաձայնեցված է, բնականաբար кейսում անուն ազգանուն բան տես բաներ չէ, բայց ռեալ պատմությունների վրա ստեղծված 3 տրագեդիա է, տրագեդիաներից մեկը իմ հորաքույրն է, ասեմ, որ մի քիչ անձնական պատմություն, առանց դրան չկարողացա դիմանամ, ես չկամ որպես կերպարանդ իհարկե, բայց այդ 3 պատմությունը եռապատում է, որ կոչվում է «Տար ինձ քեզ հետ»։ Եվ հուսամ, որ աշնանը ձեր ուշադրությանը դա կներկայացնեմ, ընտանեկան բռնությունների մասին մի ներկայացում, որտեղ հումորը մի քիչ է իհարկե, ու կա իհարկե առանձնանալ չի լինում, եւ շատ այսպես մտածել տալու ներկայացում, իսկ ինչ որ ես անում եմ, ես պրոբլեմներ չեմ լուծում, ես ուղղակի այդ խնդիրները բարձրացնում եմ, որպեսզի մտածենք միասին։ Իսկ միասին մտածելու համար սիրելիներս պետք է գրանցվել իմ ալիքին, տարածվել, կոմենտներ գրել եւ լինել ինձ հետ, այսպես ասած, ահա մոռացա։ Այդ օտար տառերով հայերեն մի գրեք, էլի խնդրում եմ, հա, այդ ռուսերեն բարիև դզես Սերգեյ դժան բան կամ լատինատարմա մի գրեք ռուսերեն, հայերեն կամ անգլերեն, այդ 3 լեզվով գրեք, մի ձև կկարդամ, թե չէ տես չեմ էլ կարդում, ուսկի ափսոսել այդ էներգիայից ծախսեմ, ես կնոպկեն գտնեմ, կնոպկեն